Սարգսյան օրերին ըստ էության մեր պաշտպանության նախարարությունը 3 անգամ ժամերի տարբերությամբ հերքեց այսպես Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը, որ կարծես հենց հարավի կողմից այսպես կրակոցներ է եղել, Հայաստանը խախտել է հրադադարը, Եվրամիության դիտորդներն էլ ասացին, հայտարարեցին, որ իրենք որևէ այսպես կրակոցներ չեն լսել, ինչով եք պայմանավորում սա, ապա տեղեկատվություն են տարածում ադրբեջանցիները, թե ինչ են անում այս խաղաղության են գնում։ Ադրբեջանը խաղաղության չի գնացել եւ չի գնում։ Որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնի, խափի, թմրեցնի, ասի, որ վերջ, ամեն ինչ վերջացել է, կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են ջենտլմենական համաձայնության, փոխադարձ տարածքների նկատմամբ որևէ հավակնություններ չունեն, ճանապարհների ապաշրջափակումը տեղի ունենալու ինքնիշխանության պահպանությամբ, այդ ամեն ինչը սուտ է, տեքստի հայտարարության մասին, համաձայնեցման մասին հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության, ճակերտավոր խաղաղության համաձայնագիրը կնքելու նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, դրան կհետևի գերիների ներողություն, այսպես կոչված պատերազմական հանցագործների վերադարձի պահանջը, դրան կհետևի ինչ-որ 350,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, սա է Ադրբեջանը բացարձակապես որևէ մտադրություն չունի խաղաղության համաձայնագիր կնքելու, Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու։ Պարոն Խաչատրյան, երբ այսպես հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը պատրաստ է եւ այլն, Հայաստանի վարչապետը նախ շտապեց զանգել Ռուսաստանի նախագահին, հետո Իրանի նախագահին եւ երեք նաեւ Մակրոնին զանգեց։ Ես ամեն դեպքում դրավասում չեմ տեսել, որ Ադրբեջանի նախագահն էլ այսպես շատ ողջավորված տեղեկացնի բոլորին, որ այդ պայմանագիրը վերջապես գլուխ է եկել։ Ինչով եք պայմանավորում սա։ Նախ առաջինը հենց Ռուսաստանի նախագահային զանգը, որտեղ գիտենք մինչ այս բանակցությունները անգամ Արցախի հարցում Հայաստանը ավելի շատ այս արևմտյան հարթակում էր փորձում հարցերը կարգավորել, ինչով է սա պայմանավորված։ Դե հիշեցնեմ, որ երբ Եվրամիության անդամակցության պսևդո օրենքը առաջին ընթերցման անցավ խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը զանգարել էր Պուտինին եւ ներկայացրել էր այդ օրենքը։ Կարծում եմ ինքն էլ է հասկանում, որ Արևմուտքը հիմա ունի լրիվ այլ առաջնահերթություններ։ Տեսեք, Բայդենի ադմինիստրացիայի վերջի օրերին այս իշխանությունները Արադ Միրզոյանը եւ Անթոնի Բլինքենը փաստաթուղթ ստորագրեցին, բայց օրինակ Ուիտքոֆը, որը ժամանել էր Մոսկվա, եկավ Բաքու, Հայաստան այդպես էլ չեկավ։ Իրենք էլ են հասկանում, որ Արևմուտքը մի քիչ այլ առաջնահերթություններ ունի հիմա։ Եվրոպան ինքն է փորձում իր անվտանգային հարցերը լուծել ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականության լույսի ներքո, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև որոշակի մերձեցում է տեղ ունենում եւ ստեղ էլ եմ ասում Հայաստանը ինչքան էլ փորձի իրեն պատռի, օգտագործելով Արադ Միրզոյանի օգտագործած եզրույթը, որ որևէ մեկին որևէ հարցում չմեղադրի, կարծեմ Եվրոպան գոնե եւ Միացյալ Նահանգները, այսինքն հավաքական արևմուտքը դեռևս այլ կամ հիմա այլ առաջնահերթություններ ունեն, իրենք դա շատ լավ են հասկանում։ Որ այս պահին ինչ-որ միջնորդ է անհրաժեշտ այս խաղաղության պայմանագրի, եթե անգամ ստորագրվի կետերի իրականացման կամ խաղաղության ապահովման, այսպիսի տպավորություն կա։ Տաղանդությունն այն է, որ Հայաստանը պահանջեր միջնորդավորված բանակցություններ, որովհետև երբ բանակցող կողմերի միջև բանակցային ուժերը տարբեր են, պետք է միջնորդ, որպեսզի բալանսավորի այդ տարբերությունները եւ նաեւ ինչ-որ չափով հանդես գա որպես բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման երաշխավոր, բայց Ալիևը արգելել է, թույլ չի տալի միջնորդների, դե Փաշինյանենք էլ չեն կարող Ադրբեջանի խոսքը հրամաններին, հրահանգներին չի ենթարկվել։
Այս տրամաբանությունն այն է, որ պետք է ճիշտ այն է, որ լինեին միջնորդներ։ Խաչատրյան, իշխանական թևից ասում են, որ խաղաղության պայմանագրի տեքստը լավ բանակցված է, հետևաբար այսպես եւ իշահ մեզ է դրա համար հետևաբար քայլեր են հարցս ավարտեմ, հետևաբար Ադրբեջանը այս տեղեկատվական սադրանքների միջոցով փորձում է հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչ առիթ կա այս պահին Ադրբեջանը նման քայլի գնալով, արդյոք դուք տեսնում եք, որ հնարավոր է այսպես հող է պատրաստվում, նախապատրաստում ռազմական գործողությունների կամ էսկալացիայի, թե սա ճնշում է ացենցիալ պահանջները կատարելու համար։ Վերջից սկսեմ երկուսն էլ։ Այսքան ինչ նշանակում լավ բանակցված փաստաթուղթ։ Հայաստանը առաջարկներ է ներկայացնում, Ադրբեջանը ոչ մի առաջարկ չի համաձայնվում, ինքը պահանջներ է ներկայացնում, այս իշխանությունները համաձայնվում են։ Վերջի երկու կետերը, որ մի քանի ամիս ձգվում էին, Հայաստանը համաձայնվեց հանկարծ։ Այսինքն եթե այդքան լավ բան էր Ադրբեջանը առաջարկում, բան չի են երկարաձգում, դու վազելով միանգամից համաձայնվեին, էլի։ Այսինքն կսկծու փառքաստու, հա, ինչ է դա նշանակում։ Սա խայտարակ թուղթ է, Ադրբեջանի բոլոր պահանջները մեջն են, Հայաստանի որևէ խնդրանք, աղերս, աղաչանք, պաղատանք հաշվի առնված չի։ 4 ժամ Մարատ Միրզոյանը ուրբաթ առավոտյան 4-րդ հարկում էր, 4 ժամ։ Բազմաթիվ անգամ հարցեր տվեցինք, դա մի կետ նշի, որ Հայաստանը առաջադրել է, մի կետ, որ այդ Ադրբեջանը համաձայնվել է։ Որովհետև այս իշխանությունները մի խնդիր ունեն, ցույց տալ, որ իրենք հաջողացել են ապահովել իրենց նախընտրական առաջարկը, խոստումը։ Իսկ իրանք ինչ էին առաջարկը, ինչ են խոստացել։ Խոստացել են խաղաղություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանին պետք է թղթի կտոր, մի հատ թղթի կտոր, որի վրա ուղղակի այդ խաղաղություն բառը լինի, որ գնա ընտրությունների ասի ժողովուրդ, ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Ճիշտ այնպես, ինչպես արեց Չեմբերլենը, որը աշխարհի վրա որի սխալ քաղաքականության արդյունքում աշխարհը ամենամեծ պատերազմի մեջ մտավ։ Հիմա մենք իհարկե այդպես ակնկալիքներ չունենք, բայց Նիկոլ Փաշինյանի այդ սխալի պատճառով դրա անդրադառնալով ձեր հարցի վերջին, այո, Հայաստանը կանգնելու է նոր եւ ավելի աղետալի պատերազմի առաջ։ Դա բաց ներողություն, բացառապես ներքաղաքական խնդիր է։ Եվ Ադրբեջան հայտարարությունը, որ Ադրբեջանի հայտարարությունը, որ նախապայման է սահմանադրության փոփոխություն, այնուհետև առնվազն 2 պահանջ էլի կներկայացնեն։ Այսպես կոչված ապառազմականացումը 4-րդն է։ Գրակոչները հետ են ինքը ցույց է տալիս, որ չես սանով չես պրծել։ Ու դեռ պետքա տա սա։ Այս իշխանությունները ստեղծված իրավիճակների համար adekvat լուծումներ չունեն, որևէ լուծում չունեն։ Տալ, լավ ինչքան տալ։ Որն է Ադրբեջանի կարմիր գիծը։ Լավ, իրան գնացել են անվերապահ կապիտուլյացիայի այս իշխանությունները։ Նույնիսկ չկա էլի, լավ, կարմիր գիծը էլ որն է։ Սկզբունքով, այսինքն այն ինչ Հայաստանին է, նույնը վերաբերվում է նաև Ադրբեջանին։ Ինչ հասկան, օրինակ հայցերի հետ կապված, ասում են, եթե մենք հետ քաշենք, նրանք էլ պետք է։ Այսինքն մենք պետք է հայցերը հետ քաշենք, հա։ Ադրբեջանը, որ ցեղասպանություն է իրականացել Արցախի հանրապետությունում, ինչ պրետենզիա ունի մեր նկատմամբ։ Ինքը սկսեց պատերազմը 90-ականներին, ինքը սկսեց հայկական ջարդերը, ինքը շրջափակեց Հայաստանը, ինքը արցախցիների խաղաղ ցույցերի ի պատասխան կոտորածներ կազմակերպեց, այդ Ադրբեջանը մեր նկատմամբ ինչ հայց ունի։ Ավելին ձեզ ասեմ, տեսեք գերիների հարցը, լավ անալոգիա տանը։ Նոյեմբերի 9-ի թղթով կար կետ, գերիները բոլորի հետ փոխանակվում են, ճիշտ է։ Հայաստանը բոլոր գերիներին, որ ուներ, ներառյալ են թուրք 2 հանցագործներին, ադրբեջանցի, ովքեր բռնվել էին քարվաճառում 15 տարեկան երեխա սպանելու համար, հանձնեց։ Ադրբեջանը էլի ինչ որ մեր հայ գերիներ հանձնեց։ Բոլորին չի հանձնել։ Էլի հիմա Ադրբեջանում գերիներ կան։ Երբ ասում են ինչի չեք հանձնում, ասում են դե ով ունեինք նոյեմբերի 9-ի դրությամբ հանձնել ենք։ Մնացածներին այդ հարցը չի վերաբերում։ Սա ինչ է նշանակում։ Հիմա կարող է ինչ-որ հայցեր հետ քաշի, հետո ասի դատական գործընթացի ընթացքում իհատ են եկել նոր հանգամանքներ, այդ նոր հանգամանքներով մենք մտնում ենք դատարան։ Ինչ են ասելու սրանք։
Պարոն Խաչատրյան, ամերիկացի պաշտոնյայի Վիտկոֆի մասին Հաջիևի հետ խոսակցության այսպես պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, Ալվոլցի մասն է խոսում, այո, գերիներին նաև պետք է, այսպես ասած, քանի որ խաղաղությունը եւ այլն պետք է բոլոր գերիները ազատ արձակվեն։ Բաքվում կլսեն այդ կոչը, որտեղ նաև Ամերիկայում ամերիկահայերը Թրամփին են նաև բազմաթիվ նամակներով դիմել, որպեսզի զբաղվի այսպես Բաքվում գտնվող քրիստոնյաների։ Տեսեք, ադրբեջանցիներին դեռևս 1988 թվականից միջազգային հանրությունը կոչ էր անում, պահանջում էր, դատապարտում էր, խստորեն էր դատապարտում։ Ադրբեջանի վրա այդ խստորեն դատապարտումները, կոչերը չեն ազդում։ Եթե միջազգային հանրությունը ցանկանում է Ադրբեջանի վրա ճնշում բանացնել, որպեսզի Ադրբեջանը գոնե հարգի տարրական իրավունքները մարդկանց, գոնե հարգի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության արդար դատարանի, արդար դատավարության իրավունքները, խոսքերով ոչինչ չի լինի, հստակ ճնշում է պետք, հստակ, պատժամիջոցներ են պետք, ասել ենք, ելի ենք ասում։ Ամբողջ աշխարհում, Հայաստանից բացի, ամբողջ աշխարհից Ադրբեջանից պահանջում էին ապաշրջափակել Արցախի հանրապետությունը 22 թվականի դեկտեմբերից, ապաշրջափակեցին, թե չէ։ Միեդի որոշումները կա, ուրեմն Հաագայի դա որոշումները կան։ Միայն կոչերով քաղաքական ուրեմն դիրքորոշում է հայտնվում իհարկե, բայց եթե այդ կոչերին չհետևեն ավելի կոնկրետ գործողություններ, ես ցավոք սրտի թերահավատեմ, որ Ադրբեջանը ականջալուր կլինի այդ կոչերին։ Տեսեք, Վիտկոֆը Մոսկվայից գնաց Բաքու, ակներևաբար այնտեղ չի քննարկվել գերիների հարցը։ Ինչ է կարծում նրա այդ հայտարարությունը ընդհանրապես զսպիչ դեր կխաղա Ադրբեջանի գործողությունների հետ կապված, թե ոչ։ Որևէ հայտարարություն Ադրբեջանի վրա զսպիչ ազդեցություն ունենալու փոքր հավանականություն ունի։ Եթե Ադրբեջանի դեմ ավելի առարկայական պատժամիջոցներ չկիրառվեն, ցավոք պետք է ասեմ, որ հավանականությունը, որ Ադրբեջանը ականջալուր կլինի, շատ ցածր է։ Բայց երբ այսպես ռուս-ուկրաինական բանում, այսպես ճակատում թվում է գնում են խաղաղության, ռիսկ կանեն, այսպես ասած, այդ թուրք-ադրբեջանական տանդեմը թեկուզ իրենց ինչ-որ շահերի համար այստեղ էսկալացիայի, այսպես նոր բան ստեղծել։ Դե իրանք ինչ են ասում են կրակոց եղավ, մենք էլ պատասխանեցինք։ Առավոտ 9:30 Reuters-ը այդ ադրբեջանական ապատեղեկատվությունը հրապարակել է։ Հա, ճիշտ է, գրել է, որ Հայաստանը մերժում է, բայց վերնագիրը դա է։ Քարոզչական ֆոն են ստեղծում եւ հետո։ Այսինքն նույնը եղավ թե 2016 թվականի ապրիլին, թե նույնը եղավ 2020 թվականի սեպտեմբերին, նույնը եղավ 2023 թվականի սեպտեմբերին, թե իբրև հայկական կողմն է կրակել եւ Իսկ Թրամփի բանագնացը, երբ որ Բաքու է գնացել եւ Թրամփի հայտարարությունը, որ ամեն ինչ պետք է անենք պատերազմը, որպեսզի տարածաշրջանում չլինի, ամեն դեպքում Միացյալ Նահանգները չունի գործիքակազմ, որ ասում են չեն կարող Ադրբեջանին զսպելու համար, եթե ցանկանա։ Ադրբեջանը հայտարարում է հայերը կրակել են, մենք էլ չենք պատասխանել, բայց եթե շարունակեն կրակել, կլինի պատասխան։ Դե դիտորդները 40 քանի հոգի են ընդամենը, այն բանը այնտեղ չի եղել, հա, հենց դիտորդները գնացել են, Հայաստանը էլ չի կրակել։ Ով ասում, դիտորդները սահմանապահ չեն, ամեն քառակուսի։ Իրենք անվտանգության երաշխավոր են, իրանք հետ։ Որ անվտանգության երաշխավորին ինչ են հետ քաշում։ Աշխարհում ոչ մի խաղաղության պայմանագիր չի կանխել հաջորդ պատերազմը։ Չի կանխել։ Յուրաքանչյուր պատերազմին նախորդել է մի խաղաղության պայմանագիր, որը ավետել է խաղաղության դարաշրջանի մեկնարկը։ Խաղաղություն կարող է երաշխավորի ուժեղ բանակը, ճկուն դիվանագիտությունը եւ կայուն տնտեսությունը։ Ցավոք սրտի Հայաստանը ոչ ուժեղ բանակ ունի, ոչ ճկուն դիվանագիտություն ունի, ոչ էլ կայուն տնտեսություն ունի։